Եվ շատ հնարավոր է, որ հենց դա է ֆիլմի հաջողության գաղտնիքը։ Իսկ տանը մենակը ֆիլմի ֆենոմենն այն է, որ Քևինի հետ վախենալուց հետո, այն փաստից, որ գողերը կարող են նրան վնասել, գալիս է մի պահ, որ մենք նույնիսկ խղճում ենք նրանց, որ հայտնվել են այդ երեխայի ձեռքում։ Դա իր մեջ մեկ այլ գեղեցիկ փիլիսոփայական ենթատեքստ ունի։ Այն ասում է, թե որքան հեշտ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները, դժվարությունները, եթե դրանցից չվախենանք։ Ավելին, ցույց է տալիս, որ այդ process-ը կարող է զվարճալի դառնալ։ Մեզնից միայն մնում է երեխայի նման անկեղծ հավատ ունենալ։ Ֆիլմի վերջում պարզ է դառնում, որ մարդու արած բարի քայլերը չեն մոռացվում։ Հարևան պապիկն օգնության է հասնում ամենակարևոր պահին, իսկ ընտանիքը վերջապես հասկանում է իր բացթողումները, գնահատում միմյանց կարևորությունը եւ ցույց տալիս սերը, այն սերը, որը սկզբում էլ կար։ Ուղղակի ճիշտ չէր դրսևորվում։ Քևինն էլ իր հերթին արժևորում է նրանց դերն իր կյանքում ու հասկանում իր կամակորությունների հետևանքները։